Կառավարության հնգամյա ծրագրում խոսվում է Հայաստանի վարած հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն են ունենում երրորդ երկրից հնչող ԵԱՏՄ եւ ՄՀ հանրաքվեի վերաբերյալ հայտարարությունները արտաքին միջավայրի կայունության վրա, նշել է, որ դրանք ընկալել է ոչ թե որպես պահանջ, այլ բարեկամական ժեստ։ Ըստ վարչապետի, հանրաքվեի անցկացման գաղափարը ի սկզբանե Հայաստանի կառավարությունն է առաջ քաշել։ Մենք ենք ասել, որ մի ինչ որ փուլում պետքա հանրաքվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք եւ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետեւ մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրոպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Շեփազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև ԱՄՆ-Իրան հարաբերություններին եւ դրանց ուղղակի ազդեցությանը Հայաստանի վրա։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին տնտեսական պատերազմ է հայտարարել։ Վարչապետը նկատեց, որ ստեղծված իրավիճակը անհանգստություն է առաջացնում, քանի որ ինչպես նշված է կառավարության ծրագրում, Հայաստանը պատրաստվում է խորացնել տնտեսական հարաբերությունները թե Իրանի, թե ԱՄՆ-ի հետ։ Այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի։ Վարչապետը խոսեց նաև Ռուսաստանի կողմից հայկական մթերքների ներմուծման սահմանափակումների մասին։ Փաշինյանը նշեց, որ եթե ռուսաստանյան մարմինները մտահոգություններ ունեն թափանցիկ աշխատելավոճի վերաբերյալ, ապա կարող են համապատասխան ստուգումներն իրականացնել միասին։ Իսկ ինչպես հանգուցալուծել խնդիրը, ըստ վարչապետի։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր են գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա։ Կառավարության ղեկավարը խոսեց նաև TRIP նախագծի մասին, ընդգծելով բանակցությունները մոտենում են ավարտին, գործընթացը շարունակելու որևէ խոչընդոտ չկա։ Ոչ մի խոչընդոտ չկա։ Այսինքն, պարզ աշխատանքային գործընթաց է, որ ժամանակ է տանում եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները իրար հետ աշխատում են, իսկ խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետև խաղաղությունը հաստատված է։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև նոր ձևավորված ազգային ժողովի աշխատանքին, կառավարության հնգամյա ծրագրին, խորհրդարանական ընդդիմության հնարավոր արձագանքին, ընդգծելով, որ կանխատեսումներ անելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է իշխող խմբակցության կողմից բարեվարկության կանոնները պահպանելու մասին ընդդիմությանը կատարած առաջարկին, վարչապետը նշեց. Համենայն դեպս մենք հերթական անգամ այդ առաջարկությունը արել ենք, կառավարող մեծամասնությունը կընդունեն, չեն ընդունի, իրանց ընտրությունն է։ Ի թիվս այլ հարցերի Փաշինյանը խոսեց նաև Ղարաբաղի վերաբերյալ իր կայացրած ծանր որոշումների մասին։ Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ իր այդ որոշումների շնորհիվ Հայաստանը դուրս է բերել տասնամյակներով Հայաստանի Հանրապետության ժողովրդին կեղեքած թակարդից, հավելելով, որ ժողովրդի զգալի հատվածը համամիտ է այդ տեսակետի հետ։